Ինֆոքոմը շարունակում է խոշորացույցի տակ պահել պետական ու համայնքային պաշտոնյաներին եւ կառույցներին։ Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։ Կրակը հասկացանք, իսկ ինչ է տեղի ունենում համայնքային գնումներում։ Գավառի համայնքապետարանը եւ դրա ենթակայության տակ աշխատող Գավառ համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ՀՕԱԿ-ը վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 135 միլիոն դրամի գնում է կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Պարզվել է, որ Գավառի ներկայիս համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հիմնադրած Գավառ տրանս ընկերությունը 2020-24 թվականներին մասնակցել է համայնքային գնումներին ու հաղթել։ Չնայած Գուրգեն Մարտիրոսյանը համայնքապետի պաշտոնը ստանձնելուց 3 տարի անց դուրս է եկել բաժնետերերի ցուցակից, սակայն ընկերության բաժնեմասերի 50%-ը մինչ այժմ պատկանում է նրա ընտանիքի անդամներին։ Ինչպես մեր պապերն էին ասում, աղբերն աղբոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։ Եվ ոչ միայն եղբայրը, սա վերաբերում է նաև գաղափարակից ընկերներին։ Վերոնշյալ ընկերության 31%-ն էլ պատկանում է համայնքապետի անունը կրող Գուրգեն Մարտիրոսյան դաշինք խմբակցության ավականու անդամին։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը նշել է, որ այս իրավիճակում շահերի բախում չի տեսնում, քանի որ ըստ նրա մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա։ Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։ Իմ գործընկեր Լիլիթ Գրիգորյանն է անդրադարձել գնումների թեմային, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Ինֆոքոմում հրապարակված հոդվածում։ Հոդվածի հղումը կարող եք գտնել նկարագրությունների բաժնում։ Այսօրվա համար այսքանը, քանի որ իմ գործընկեր Սուսինան ռայոն էր գնացել, այսօր ձեզ հետ էր նրա օգնական Հայարփին։ Իսկ թողարկման ավարտին ինձ մնում է միայն առաջարկել հետևել մեր ալիքին, հավանել եւ տարածել մեր հրապարակումները եւ բաժանորդագրվել մեր Patreon-ին, որովհետեւ, ինչպես ասում են, ամեն անգամ գետն ինքն իրեն գերան չի բերի։